նրանք տնային կալանքների գնում։ Վարդանիկին մեղադրում եք 4 միլիոն դրամ կաշառք վեկալելու մեջ։ Հիմա Վարդանիկը $35,000 բերում քեշով մուծում է դատական համակարգին, իբրև գրավ։ Դուք ձեռ եք առնում, ում եք ձեռ առնում, չեմ հասկանում։ Ում եք ձեռ առնում։ Կամ դուք լուրջ մտածում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեռ է ծախում, դուք եկել եք այդ ձեռն առնեք արա։ Դե ընտրությունների հետապում կարելի էր խոսել, խոստումներ տալ, խաբել, պտտցնել, ընտրություններից հետո դուրս գալու այսպես, դատական համակարգ իր հապրգած ամբարտավան կարգավիճակում սրան տնային կալանքա տալի, նրան չգիտեմ բաց է թողում, սրան արդարացնում, նրան չգիտեմ ինչ է անում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ով կաղանքի մեջ չի, այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, իրավիճակի լուծումն ինչպես եմ պատկերացնում, շատ պարզ, պետքա չոքացվի կալուգացի օլիգարխը, պետքա չոքացվի այն համբալը, պետքա չոքացվի Բելարուսամետ օլիգարխը եւ ինչպես Փաշինյանն էր ասում, ոտերի տակ ընկնող Սերժը։ Ու գնալ այդ ամեն ինչից հետո նոր ընտրությունների։ Նարեկ աբսուրդ է, ես նորից եմ կրկնում։ Աբսուրդ է, երբ որ հազարավոր դեպքերով կընտրակաշառքներ են բաժանվել եւ փորձում են այս շրջանակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել 2017, 16, 15 թվականների Հայաստան։ Երբ որ քաղաքացու ձայնը առնում էին։ Ինչ կապ ունի։ Հետո ինչ չի ստացվել իրենց մոտ իշխանություն լինել։ Ընդդիմությունն էլ իր մասով երկրի ներսում իշխանության մաս է։ Եվ անարդյունավետ ընդդիմությունը ծնում է նաև անարդյունավետ իշխանություն։ Իսկ այս ընդդիմության պարագայում մենք ոչ միայն գործ ունենք անարդյունավետ ընդդիմության հետ, մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության դեմ գործող, Հայաստանի Հանրապետության շահերին դեմ գործող, ադրբեջանական նարատիվերով սնվող եւ սնող շրջանակների հետ։ Հիմա ձեզ համար ակնհայտ չի, որ Ադրբեջանում օգտվում են իրավիճակից Հայաստանի Հանրապետության ներքաղաքական։ Ակնհայտ չի, որ Ադրբեջանից եթե չէին հնչում եւ եթե ընտրական փուլում եւ ընտրական շրջանում անգամ ադրբեջանցիներն էին հերքում 300,000 ադրբեջանցիների մասին թեզը, հիմա ընտրությունների այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում, ընտրություններից հետո այսպիսի կոնֆիգուրացիայի պայմաններում բնականաբար Բաքվից օգտվելու են իրավիճակից։ Եվ եթե նախկինում հերքում էին 300,000 ադրբեջանցիների թեզը, հիմա պասերով կալուգացու հետ, այն համբալի հետ եւ մյուս շահառու շրջանակների հետ այդ հարցը անընդհատ թմբկահարելու են եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգի վրա փորձելու ազդեցություն ունենալ։ Նարեկ դուք նշեցիք բացթողումները եւ յուրաքանչյուր իշխանություն պետք է ունենա նաեւ բացթողում։ Բայց ես շարունակեմ ձեռքբերումների շարքը։ Հայաստանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը։ Հիմա դուք գուցե զարմացած կլորացած աչքերով նայեք, այսինքն ներողություն։ Լսեք։ Դուք չեն նենց ներկայացրեցիք, որ այն ինչը տարիներ շարունակ քննարկվել է Արցախի ինքնորոշում, անկախություն, դա է տեղի ունեցել։ Բայց ամոթալի մի բան է տեղի ունեցել։ Լսեք, ամոթալի մի բան, որը վերաբերելի է բոլորիս։ Սա գցել Փաշինյանի գրպանը որևէ մեկին թույլ չեմ տա։ Հասկանում եմ, որ հայ ժողովուրդը եւ հասկանում եմ ես հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը սենյակում են եղել, ոչ բոլորն են բանակցային սենյակում եղել։ Լսեք, ես հասկանում եմ, որ հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը միշտ սիրում է կազյոլ պատպուշենիներ կամ խավության նոխասներ գտնել եւ հիմա էլ փորձում են որոշ շրջանակներ այդ կազյոլ պատպուշենին ու խավության նոխասը դարձնել Փաշինյանին, բայց ես սա թույլ չեմ տա։ Մեղավոր ենք բոլորս։ Առավելապես այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Մեղավոր են 30 տարվա կառավարիչները։ Բելարուսամետ օլիգարխը, ով կոալիցիայի եւ Սիրավեպի ու Սիրախաղի մեջ էր Սերժի իշխանության ժամանակ Սերժի հետ, Քոչարյանի իշխանության ժամանակ Քոչարյանի հետ, այն կալուգացի օլիգարխը իր
ընտանիքով հանդերձ աղբերը տարիներ շարունակ Սերժի աշխատակազմի ղեկավարներ ու Սերժի իշխանության մեջ սերտաճած հետները այդպես աստիճանակարգով բարձրանում ու բարձրացնում էր։ Այնինք են մեղավոր, այն ինչ որ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի համար տվել է ամեն ինչ։